Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Թրամփի նախաձեռնած գրեթե 1.8 միլիարդ դոլար արժողության փոխհատուցման հիմնադրամը սառեցվել է Կոնգրեսի հանրապետականների կոշտ դիմադրությունից հետո։ Ֆոնդը նախատեսված էր կառավարության կողմից ենթադրյալ հալածանքների զոհերին փոխհատուցելու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտնել է, Սպիտակ տանը հստակ հասկացնել են տվել ծրագիրը պետք է դադարեցվի։ Դաշնային դատարանները նույնպես ժամանակավորապես արգելափակել են ծրագրի իրականացումը։ Լիբանանը հայտարարել է Իսրայելի և Հեզբոլլահի միջև մասնակի հրադադարի մասին։ Ըստ համաձայնության Իսրայելը պետք է ձեռնպահ մնա Բեյրութի և արվարձանների հարվածներից, իսկ Հեզբոլլահը Իսրայելի դեմ հարձակումներից, սակայն հարավային Լիբանանում մարտական գործողությունները շարունակվում են։ Թրամփը հայտնել է միջնորդների միջոցով Հեզբոլլահը խոստացել է չհարձակվել Իսրայելի վրա։ Միաժամանակ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ռազմական գործողությունները հարավում շարունակվելու են։ Նավթի գները նվազել են ավելի քան 1%-ով չեղարկելով նախորդ օրվա կտրուկ աճի մի մասը, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։ Թրամփի հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, թե Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները։ Բրենտ տեսակի նավթի գինը նվազել է 1.6%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 93.45 դոլարի։ Վերլուծաբան Ջովանի Ստաունովը նշել է լարվածության թուլացման մասին Թրամփի գրառումները ճնշում են գործադրում շուկայի վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, Հորմուզի նեղուցով նավթի հոսքերը դեռևս սահմանափակ են։ Ճապոնիայի իշխանությունները քննարկում են սննդամթերքի վաճառքի հարկերը 2 տարով նվազեցնելու հնարավորությունը 2027 թվականի ապրիլից։ Ըստ տվյալների, գործող 8%-անոց հարկը կարող է իջեցվել մինչև 1%։ Քայլը կարող է օգտագործել վարչապետ Սանայի Տակայիչի կողմից տեղական ընտրություններից առաջ։ Տնտեսագետ Տակահիդե Կիուչին զգուշացրել է, դեռևս հստակ չէ, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու հարկային այս զիջումը։ Նա նշել է, 2 տարի անց հարկի վերականգնումը կարող է լուրջ հասարակական դիմադրության հանդիպել։ Թայվանի ռազմական տեխնոլոգիաների գլխավոր ինստիտուտը ներկայացրել է 3 ռոբոտ-շում, որոնք ապագայում կարող են օգտագործվել վիճելի կղզիներում բարեկության համար։ Սարքերը մշակվել են ամերիկյան Ghost Robotics ընկերության հենքի վրա, ներկայացվել են հետախուզական, վերահսկողական և կրակային տարբերակներ, որոնցից մեկը զինված է հրազենով։ Ինստիտուտի ներկայացուցիչ Ջեն Գուո Կուանգը հայտնել է, զինվորականները հետաքրքրված են նմանատիպ տեխնիկայով, սակայն դեռ պաշտոնական պատվեր չեն տվել։ Կրեմլը հայտարարել է Ուկրաինայի պատերազմը մտնել այլ պարադիգմի փուլ, Կիևին մեղադրելով խաղաղ բնակիչների դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունների մեջ։ Պեսկովը նաև հայտարարություն է արել, մեկնաբանելով Ռուսաստանի զանգվածային գիշերային հարվածները Ուկրաինայի քաղաքներին։ Նրա խոսքով, եթե Կիևը գիտակցաբար հարվածում է երեխաներին և խաղաղ բնակչությանը, ապա իրավիճակը արմատապես փոխվում է։ Նա պնդել է, Ռուսաստանը համակարգված կերպով հարվածում է ռազմական թիրախներին։ Նա նշել է, խաղաղ գործընթացը սառեցված է, սակայն ԱՄՆ-ի հետ կապերը պահպանվում են։ Ռուսաստանը հարյուրավոր անօդաչուներով և տասնյակ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի տարբեր քաղաքների։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով զոհվել է առնվազն 18 մարդ, իսկ ավելի քան 100-ը վիրավորվել են։ Հարվածների հիմնական թիրախներից են եղել Կիևն ու Դնեպրը։ Սա մեկ ամսվա ընթացքում Կիևի դեմ իրականացված արդեն 3-րդ խոշոր հարձակումն է։ Հարձակումը տեղի ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան խոստացել էր պատասխանել Լուգանսկում գտնվող հանրակացարանի վրա կատարված հարձակմանը։ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկված համաձայնագիրը։ Մեհրի տվյալներով Թեհրանը դեռ չի պատասխանել ժամանակավոր համաձայնագրի վերջնական տարբերակին։ Աղբյուրների համաձայն Իրանը կոշտ մոտեցում է ցուցաբերում, հաշվի առնելով ԱՄՆ-ի նկատմամբ տարիների անվստահությունը։ Թրամփը հայտարարել է, բանակցությունները շարունակվում են և հաջորդ շաբաթ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի հրադադարի երկարաձգման հարցում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, Ուկրաինայի դեմ գիշերային զանգվածային հարվածը պատասխան է Ռուսաստանի ներսում կատարված ահաբեկչական գործողություններին։ Գերատեսչության տվյալներով կիրառվել են հիպերձայնային հրթիռներ և անօդաչու սարքեր։ Թիրախավորվել են ռազմական օդանավակայաններ, վառելիքային օբյեկտներ և տրանսպորտային ենթակառուցվածքներ։ Մոսկվան պնդում է, բոլոր նշված թիրախները խոցվել են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ կոնգրեսում հրապարակային հարցերի կբախվի Իրանի պատերազմի վերաբերյալ։ Հանրապետականների շրջանում աճում են մտահոգություններ հակամարտության ձգձգման կապակցությամբ։ Ռուբիոն պետք է ներկայացնի արտաքին քաղաքականության բյուջեի կրճատման հիմնավորումները։ Սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, պատերազմը պետք է ավարտվի անկախ պայմաններից։ Օրենսդիրները նաև մտահոգված են էներգակիրների թանկացմամբ և Հորմուզի նեղուցի փակմամբ։